Ցիտում եմ, կարծում եմ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն պետք է ազգայնացվի, դա տեղի կունենա արագ, իմ հանձնարարականն է ՀԵՑ-ի բոլոր աշխատակիցներին բարեխիղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, ազգայնացումից հետո բարեխիղճությունը հաշվի կառնվի։ Սա երկրի վարչապետի պաշտոն զբաղեցնող անձի ֆեյսբուքյան էջում հրապարակումն է։ Հաջորդը ճեպազորույցի հայտարարեց, թե դեռ մայիսին էր այդ մասին հանձնարարական տվել, թե գնում է մարզեր, տեսնում հոսանք չկա, արդեն խորհրդարանում ինքը շարունակեց սպառնալիքները, բերեց ԶՊՄԿ-ի օրինակը եւ պնդեց. հեսա շատ արագ, հեծը լինելու է պետական սեփականություն։ Սա ես ուզում եմ ուշադրություն հրավիրեմ։ Չկա հաղորդում, չկա օրենք, չկա որևէ վարույթ, քաղաքական իշխանությունները խոսում են ՀԵՑ-ի սեփականաշնորհման մասին, ու պետականացման ազգայնացման մասին։ Գործընկերս նշանակեց, ինչի չէին անում 60 հոդվածով սահմանված կարգով, շատ բարձ պատճառով, հիմքեր չկար։ Չես կարող գազ բիզնեսը, ասես ես որոշել եմ այս բիզնեսը սեփականացնեմ։ Նույնիսկ գերիշխող, նույնիսկ մենաշնորհ դիրք զբաղեցնողը։ Չկա նման ընթացակարգ, եթե չկան խախտումներ, որովհետև այն արձանագրված խախտումների մի մասի վերաբերյալ, Պարոն Մեսրոպյան, դուք շատ լավ տեղեկացված եք եղել, որ հիմնական պատճառը հանգույցը չկառուցելու հենց տկենն է, որ պետք է գնար, հանրային գերակա շատ ճանաչեր, մասնավոր անձանց գույքի հետ կապված օգտագործման իրավունքի հարց լուծեր, որպեսզի հնարավոր լիներ այդ հանգույցը կառուցել։ Տկենը գիտի, որ ինքը չի արել իր պարտականությունները, բայց գրում է, այ տեսեք, մենք այս համաձայնությունները տվել ենք, մենք չբեցը։ Այ ՀԵՑ-ը չի կառուցում։ Հիմա ՀԵՑ-ը կարող է մի քիչ ավելի ակտիվ կարող էր զբաղվել, կարող է պասիվ կարող էր զբաղվել, բայց օբյեկտիվորեն հաղորդում է գալիս ձեզ, դուք ասում եք կասկածի տակ չեմ կարող դնել ինչ որ գրված է, երբ որ դուք ինքներդ լավ գիտեք, որ դա շուտ է։ Չի համապատասխանում իրականությանը եւ տեղ ՀԵՑ-ի պատասխանատվությունը չի։ Բայց դուք գրում եք որոշման մեջ, որ ես ելնում եմ այն կանխավարկածից, որ դա ճիշտ է, քանի հակառակը մոտորապես չի ապացուցվել, որովհետեւ շեմը շատ ցածր է։ Այդ դուք եք գրում որոշման մեջ, որ շեմը քանի որ այստեղ պետքա տեսնենք հիմնավորվեց թե չէ, կասկած ունեմ թե չէ, կասկած չէի կարող ունենալ, որտեղ հակառակում դուք համոզված եք։ Ինչևից է, հիմա փորձենք հասկանանք ինչ ծավալով պետք է այս ուսումնասիրությունը տեղի ունենար։ Նայեք, հիմքը ուրեմն այս վարույթի հիմքը 36-րդ հոդվածի 9-րդ մասն է։ Այս դրա հիման վրա է հարուցվել այս վարույթը, որը ասում է հետևյալը. կառավարության լիազոր մարմնի հաղորդման արկայության դեպքում, որով առերևույթ հիմնավորվում է, որ վտանգվել է կամ կարող է վտանգվել եւ շարունակությունն է։ Ինչն եմ այստեղ ուզում կարևորեմ, լիազոր մարմնի հաղորդման արկայությունը։ Լիազոր մարմինը հաղորդում կարող է ներկայացնել եւ առաջ եւ հետո եւ ցանկացած փուլում։ Այսինքն այս օրենքը հաղորդման այլ մոդել չի սահմանել, ուղղակի հաղորդման տվյալ դեպքում ընթացքն է այլ ձևով ապահովել։ Այսինքն միջև օրենքը ընդունելը եթե հաղորդում լիներ, քննարկվելու էր մի քիչ այլ ֆորմատով, հանձնաժողովի 5 անդամներով, որոշելու եք, եթե բացարկի ինչ որ հարցեր չլներ, որոշելու եք այդ հաղորդման ընթացքը։ Այս դեպքում ոնց որ միանձնյա է որոշվում։ Եվ ձեր որոշման մեջ պարոն Մեսրոպյան արձանագրել եք. գտնում ենք, որ առերևույթ եզրույթի կիրառման օրենսդիրը սահմանել է վարչական վարույթի հարուցման հիմքի գնահատման ցածր շեմ, որի պայմաններում վարչական վարույթ հարուցելու համար չի պահանջվում հաղորդման մեջ նշված հնարավոր խախտումների եւ դրանցից բխող բացասական հետևանքների հաստատում թույլատրելի է վերաբերելի ապացույցներով։ Այսինքն հաղորդումը պետք է դրանում նշված փաստարկների հաշվառման բավարար լինի առանց լրացուցիչ գործողություններ կատարելու գալ եզրահանգման առ այն, որ արկա է հանձնաժողովի լիազորությունների շրջանակներում պարզման եւ գնահատման ենթակա հնարավոր հանգամանքներ։ Լրիվ ճիշտ է գրված։ Նորից, արկա են հանձնաժողովի լիազորությունների շրջանակներում պարզման եւ գնահատման ենթակա հնարավոր հանգամանքներ։ Այս որ հաղորդում եմ ներկայացնում, նայում եք, ասում եք, այս հաղորդման մեջ բաներ է գրել։ Այս սրանք պետքա պարզվի։ Սա է, հենց այդ եք գրել, ուրիշ բան չեք գրել։ Նման պայմաններում գտնում եմ, որ հաղթահարված է օրենքով նախատեսված վարչական վարույթի հարուցման հիմքի գնահատման նվազագույն շեմը։ Հիմա նայեք, որոշում եք արդյունքում ընդունել կառավարության լիազոր մարմնի կողմից ներկայացված հաղորդման հիմքով բաժնետիրական ընկերության նկատմամբ հարուցել վարչական վարույթ, ինչպես էներգետիկայի մասին օրենքի, այնպես էլ հանձնաժողովի էներգետիկայի բնագավառում օրենսդրության համաձայն ընդունված իրավական ակտերի սահմանված պահանջների հնարավոր խախտման փաստեր ուսումնասիրելու նպատակով։ Անցած շաբաթվա վերջ աշխատակազմը սա մեկնաբանում էր, որ դուք վերազանցելով ձեր լիազորությունները որոշել եք կամերալ ստուգում անել, գնաք ամեն ինչ ստուգեք, կամերալ չէ ներողություն, համալիր ստուգում անեք, համալիր ստուգում անելու իրավասություն չունեք,
Չկա տենց բան, դուք ունեք հաշվետվողականության գործընթացներ, ունեք թեմատիկ ստուգումներ անելու, ստուգում բառն էլ են պայմանական օգտագործում, որովհետև Հայաստանի Հանրապետությունում ստուգումների իրականացման մասին օրենքով դուք սուբյեկտների շարքում չեք, հանձնաժողովը կարգավորողով է եւ գործում է մի քիչ այլ օրենքի շրջանակներում։ Երբ որ մենք փորձում ենք վերլուծել, լավ, կարող եք abstract գնանք կազմակերպությունում, տենց abstract տեսնենք լավ է աշխատում, թե վատ է աշխատում, սեն շատ abstract։ Պատասխանը ոչ է։ Կա որոշակի թեմաներ, որի շրջանակներում իրականացվում է, ստուգում կասեմ, ինչ կասեմ, հեսա գործիքակազմին կանդրադառնամ, որը պետք է իրականացվի։ Եվ հանձնաժողովը ակնհայտ սխալ է մեկնաբանում այս նորմը։ Ասում է, դե որ դուք գրել եք, որ կարող ենք ամեն ինչ ստուգել, այդ ամեն ինչ որ ասում է ստուգեք, այդ ասում է, որ իրավական ակտերին համապատասխանությունը 9 կետի մասով։ Դե կարող է ստեփում, եթե սա սենս լիներ, դե կարեք մի հատ էլ հարկային ստուգեի, կարեք մի հատ էլ ստուգեի այդ պարտավորությունների կատարում։ Իհարկե չէի կարայի, որովհետև կրկնում եմ, միջամտությունը պետական մարմինների, այդ թվում նաև կարգավորվող ոլորտում պետք է լինի մինիմալ եւ բացառապես սահմանված լինի օրենքով։ Հիմա